լսարանից ներողություն եմ խնդրում, դուս խոսքը էշին են ասում, բայց ոնց ասեն արա, Հայաստանը ձելավոյ դվոր չի, որ կամունիլեն գնա գա, այդեն չի լինում, ու չկա մի պետություն, խուսիտները անգամ դա թույլ չեն տալիս, սանդալներով կռիվանող խուսիտները անգամ դա թույլ չեն տալիս, որ իրանց նպատակը Բաքվից մինչև Ստամբուլ անխոչնդոտ գնալն է, ոչ թե Հայաստանի անվտանգությունը, ոչ թե Հայաստանի տնտեսական բարիքները, այլ իրենց հնարավորությունները։ Տրիպը մեծ իմաստով դա հրեական ծրագիր է։ Բարից բուն իմաստով։ Մեզ հարց են տալիս, կամ հարց են տալիս բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով, եւ որոնք ականջները երբեմն կախած լսում են ու գլխներով տպտապացնում են, այո, ճիշտ են ասում։ Երասխից մինչև Դերբենդ 850 կիլոմետր։ Այդ 850 կիլոմետրի մեջ 42 կիլոմետրն է Հայաստանով անցնում։ Պատկերացեք Ալիևը առանց ետին մտքի։ Ասում են, լսեք, հայկական բեռները իմ տարածքով տեղափոխվելուց 1 կիլոմետր 1 տոննա այդ սակագինը բարձրացնում է 1 ցենտով։ Մեր գործարարը 800 կիլոմետր նրա տարածքով անցնելու համար պետք է ամեն կիլոմետր, ամեն մի տոննայի համար վճարի 4000 ցենտ։ Ես ասում եի ապաշրջապատման իրական տարբերակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը կնպաստի խաղաղության հաստատմանը, որը կնպաստի երկու պետությունների միջև վստահության միջավայրի մթնոլորտի ձևավորմանը, հասկանանք մեր հոգևոր կոչումը, ապա մենք Հայաստանը ընդհանրապես կդարձնենք լիբերալ շուկայի սովորական խանութպան։ Մենք կանգնած ենք այդ վտանգի առջև։ Նրանից, որ մենք հեռացել ենք մեր հոգևոր ազգային արմատներից, այդ հոգևոր պրոյեկտ հասկացողությունից եւ, չգիտեմ, ինչ որ այլ վայրերում։ Ես չէի մերժի ձեզ։ Ես կհամաձայնվի ձեզ հետ։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թողարկումը սկսելուց առաջ խնդրում եմ սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին եւ շարունակել հետեւել մեր թողարկումներին։ Այսօր մեր տաղավարում է 1992-93 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հարգարժան Խոսրով Հարությունյանը։ Պարոն Հարությունյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Միշտ հաճելի է ինտելեկտուալ, այսպես ասած, զրուցակցի հետ հաղորդակցվել։ Այնպես որ ձեզ նույնպես շնորհակալ եմ այս հնարավորությունը ձեռնելու համար։ Շնորհակալություն կոմպլիմենտի համար։ Պարոն Հարությունյան, լինենք լավատես, բայց նաև գործանենք։ Դուք գործունյա մարդ եք, դուք շատ բարձր, եթերը սկսելուց առաջ թվարկեցիք, թե ինչպիսի բարձրաստիճան պաշտոններ եք զբաղեցրել եւ մի քիչ հումորով ասեցինք, որ երևի թե չկար մի այսպես բարձրաստիճան պաշտոն, որ դուք զբաղեցրած չլինեք մեր Հայաստանի Հանրապետության կառավարման Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն։ Այո, բացառությամբ Հայաստան։ Պարոն Հարությունյան, նոր ավարտվել են, այսինքն այդքան էլ նոր չէ, հունիսի 7-ի համապետական ընտրություններ։ Ամեն դեպքում կուզենայի ձեր կարծիքը ընտրությունների վերաբերյալ եւ այս հետընտրական զարգացումների վերաբերյալ, որովհետեւ հետընտրական կրքերը կարծես թե դեռ չեն մարել։ Դե ինչ, թեպետ կարծում եմ շատ շատերն են անդրադարձել այդ թեմային, այդ խնդրին, այսինքն փորձել են ամփոփ ներկայացնել համապետական այդ միջոցառման քաղաքական արդյունքներն ու հետևանքները, բայց ես կփորձեմ ընդառաջելով ձեր խնդրանքին, փորձեմ իմ մեկնաբանություն տալ, կրկնում եմ, չեմ կարծում, որ շատ շատերից կտարբերվի։ Առաջինը, հավատացնում ձեզ, անկախության ողջ շրջանում մենք այսպես խայտառակ ընտրություններ չենք ունեցել։ Այսպես խայտառակ ընդգծում եմ ընտրություններ, երբ քաղաքական ուժը, իշխող ուժը ոչ միայն օրենքն է խախտում, ոտնահարում, ընտրությունների ամբողջ նախաշրջանում նախորդին, հա, ընդդիմադիրներին ձերբակալելով, շտաբերի աշխատանքները կազմալուծելով, կազմակոնդելով, այլ ուղղակի քվեներ գողանալով։ Ես ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները հանցագործ են։ Առանց չափազատության, գիտակցված թե չէ, նրանք տապալեցին Հայաստանում պետականությունը, նպաստեցին
պետականության ձախողմանը, ինստիտուցիոնալ կազմակերպմանը։ Ես չարախնդորեն չեմ ասում սա, ես ասում եմ մեծ ցավով, բայց սա փաստ է։ Սա փաստ է։ Կրկնում եմ, անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում 90-ական թվականներից այսքոմ, իսկ այդ ժամանակվանից սկսած ես միշտ եղել եմ քաղաքական զարգացումների մեջ, ընթացքի մեջ, ես նման ընտրություններ չեմ տեսել։ Կարծում եմ ոչ միայն ես։ Սա առաջինը, երկրորդը։ Գիտեք, իդեալական ընտրություններ ոչ միտեղ չկան։ Այո։ Միացյալ Նահանգները, որ երբեմն հանդես են գալիս ոնց որտեղ ժողովրդավարության իրական ֆորպաստ, վերջին մի քանի ընտրությունները հենց խոսում են այն մասին, որ նրանք էլ պատրաստ են խեղել, նույնիսկ ձայներ գողանալ։ Սա հասկանալի է։ Խոսքը միայն դրա մասին չէ։ Խոսքը գնում է ինստիտուցիոնալ հետևանքների մասին։ Ես մեր պարագայում եսի նկատի ունեմ։ Ես մի առիթ եմ ունեցել, գրել եմ իմ պոստերից մեկում, Facebook-յան, որ մենք ցավոք ականատես ենք Հայաստանի պետականության կազմաքանդման, ընդգծում եմ կազմաքանդման գործընթացին։ Ինստիտուցիոնալ պարալիզացիայի այսօր չկա մի պետական ինստիտուտ, որ գործում է սահմանադրությամբ օրենքներով իրեն վերապահված իրավասության շրջանակներում։ Նրանք բոլորը գործում են մեկ կենտրոնից եկող հրահանգների իման վրա։ Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարալիզացիա, կատվածահարություն պետական ինստիտուտի։ Եվ պետական ինստիտուտը ունակ չի, կարող չէ օրենքով եւ օրենսդրորեն իրեն վերապահված իրավասության շրջանակներում գործել։ Սա այս պետական ինստիտուտների կատվածահար լինելու ակնհայտ փաստն է։ Այն, որ մեզանում իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքը վաղուց ոտնահարված է, այն, որ այսօր ըստ էության քաղաքական մեծամասնության լիդերը անվերապահ թե դատական իշխանությունը, թե օրենսդիրը եւ թե բնականագործադիրը անվերապահ իշխում է, ես տեսեք կառավարել բառներ չեմ օգտագործում, իշխել բառից բուն իմաստով, իշխում է, սա ակնհայտ է։ Ընդ որում ցավն այն է, եւ մենք այստեղ նույնպես դասեր ունենք քաղելու, որ այս ճչացող անօրինականությունները տեղի են ունենում զարգացած ժողովրդավարության երկրների արևմուտքի ուղակի հորդորով, ուղակի, ես չեմ ասում լռելային համաձայնությամբ, այլ հորդորով, եւ մենք այստեղ մտածելու բան ունենք, մենք եսի նկատնում հայ հասարակությունն ընդհանրապես։ Այ ասում են դե որ ընտրությունների ընտրակեղծարարությունը սկսել են նախկին իշխանությունները եւ ասենք Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դեռ ավելին, որ անհամեմատ ներկա իշխանությունները բարձրանում են, որ անհամեմատ 2018, 19, 21 թվականի ընտրությունները մաքուր էին, իսկ այս անգամ էլ դիմեցին որոշակի քայլերի, որովհետև հիբրիդային պատերազմի վտանգը կար, այսինքն ըստ էության մատնանշում են դեպի հյուսիս, եւ այդ ձերբակալությունները պայմանավորվում էին, այսպես ասած, օտարերկրյա լրտեսական գործակալական ցանցի արկայությամբ եւ նրանք այդ ցանցը ջախջախելու նպատակ են դիմել այս ֆորս մաժորային քայլերը։ Ինչ կարծիք եք։ Դուք էլ ասեք այդ բանը։ Այնքան հեշտ է այդպես ներկայացնել։ Ինձ հետաքրքրում է փաստը։ Ինչ ունենք մենք 4 հաշվով, կոպիտ ասած։ Ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ նախկինում ընտրություններն եղել են իդեալական։ Ոչ, քավլիցի։ Ես նույնիսկ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հանդես եմ եկել հոդվածաշարով, մի ամբողջ հոդվածաշարով, որոնք վերաբերում են ընտրական գործընթացի ինստիտուցիոնալ խեղումներին։ Կներեք, բայց արդյոք նախկինի խախտումները կամ սխալները կարող են հիմք դառնալ այսօրվա այլանդակությունների արդարացման համար։ Ես սրա մասին եմ խոսում։ Եթե համեմատենք, ես սրա մասին եմ խոսում։ Նախկինում եղել են կարմիր գծեր, որոնք ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն հատել։
Այսօր այդ գծերը չկան։ Այսօր ըստ էության ընդ որում այդ գծերը, այսինքն ինչ որ խոչընդոտներ ինստիտուցիոնալ բնույթի, որոնք դուք չեք անցնի։ Չեք ոտնատակ տա։ Այսօր այդպիսի գծեր այլևս գոյություն չունեն, եւ այդ ամենի հեղինակը իշխանություններն են։ Նախկինում ոչ ոք չէր ասում Հայաստանը ժողովրդավարության ֆորպոստն է։ Այդպիսի թեզ ոչ մեկը չէր զարգացնում։ Ավելին, խոնարհաբար, համեստորեն ընդունում են, որ իրանց, այսինքն պետական կառավարման համակարգում ամեն ինչ չէ որ նորմալ է։ Այսօր մենք ճիշտ հակառակն ենք տեսնում, չէ՞։ Այսօր կարող են մի ամբողջ կուսակցության ձայները գողանալ, բառից բուն իմաստով գողանալ ու այդ ամենը ներկայացնել որպես օրենքի պաշտպանության կամ օրինականության հաստատման անվերապահ կամ անխուսափելի պարտադրանք կներեք։ Նախկինում այդպիսի բաներ չի եղել։ Կրկնում եմ, նախկին ընտրությունները զերծ չեն եղել թերություններից։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը բառացիորեն քվեները յուրացնելու մասին է։ Բառացիորեն մարտի 1-ի իրադարձություններից շատ հաճախ են, չէ՞, դրա մասին շատ են խոսում։ Այո, շատ են խոսում։ Մարտի 1-ի իրադարձությունների հիմքը իրավական։ Գիտեք որն էր։ Հիշում եք մարտի 1-ին ընդդիմությունը գտնում էր, որ ընտրությունները տեղի են ունեցել մեծագույն խախտումներով, չէ՞, եւ հետեւաբար այդ ընտրության արդյունքները պետք է համարվեին անվավեր կամ չեղյալ հայտարարվեին։ Սա եղել է ընդդիմության պահանջը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների նախորդ, այսինքն 2008 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների նախագահական ընտրությունների հետևանքով։ Հիմա ես ուզում եմ տեղեկացնել նաև ձեր լսարանին։ Այո։ Ստացվել էր ընտրությունների արդյունքների վերաբերյալ 156 տեղամասի վերահաշվարկի պահանջ։ 156 վերահաշվարկի պահանջ։ Այդ 156 տեղամասների վերահաշվարկի պահանջից 68-ը ներկայացրել էր Տեր-Պետրոսյան, 62-ը ներկայացրել էր Տեր-Պետրոսյանի թիմը, 68-ը ներկայացրել էր օրինաց երկիրը, մնացածը հանրապետականը կամ մնացածը։ 156 տեղամասերում վերահաշվարկ պետք է անցկացվեր։ Օրենքով սահմանված ժամկետում միջազգային դիտորդների մասնակցությամբ խնդրում ուշադրություն դարձրեք։ Միջազգային դիտորդների մասնակցությամբ եւ դիմատուների մասնակցությամբ 132 տեղամասում վերահաշվարկ կատարվեց։ Եվ գիտեք արդյունքները ինչպիսին էին։ 700 ձայն տարբերություն էր տվել Տեր-Պետրոսյանին, 400 Սերժ Սարգսյանի մոտ։ Հիմա հարց։ Այսինքն 156 տեղամասերից 132-ի վերահաշվարկը ցույց է տալիս, որ էական լուրջ խախտումներ գոնե հաշվարկի փուլում չեն եղել։ Հարց եմ տալիս, արդյոք այս իրավական փաստի պարագայում արդարացված կարող էր լինել ընդդիմության քաղաքական ընդվզումը այդ պահանջներով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Ոչ։ Ես փաստեր եմ, չէ՞ բերում։ Ես ոչ մի մեկնաբանություն հենց չեմ ասում։ Դուք կարծում եք պատահաբար էր, որ ընդդիմությունը ապրիլի 2-ին սահմանադրական դատարան դիմեց ոչ թե այդ փաստերի, այսինքն ընտրակեղծիքների պատճառով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, այլ այն պահանջով, որ Սերժ Սարգսյանը պարտավոր էր որպես վարչապետ լիազորությունների վարդներ նոր մասնակցել ընտրություններին։ Սա եղել մարտի 1-ի իրավական ողջ հենքը։ Հիմա ես հարց եմ հնչեցնում, եւ դա հնչեցրել եմ այն ժամանակի դեպ։ Մարտի 17-ին Քրիստոնյա դեմոկրատական միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մեզ ամեն ինչ արձանագրված էր։ Ես այն ժամանակ եմ, եթե իրավական այս փաստերը չեն հիմքը քաղաքական, չեն կարող հիմք դառնալ քաղաքական զարգացումների, ապա իմ ձեր մյուսի կամեցողությունը բավարար չէ հանրությանը ոտքի հանելու։ Հասկանում եք, սրանք շատ կարևոր հանգամանքներ են։ Ես ինչու եմ սա ասում։ Ես ուզում ասեմ, որ նախկինում ընտրությունները
ինչքան էլ եղել են, ինչպես ասում են, խախտումներով լի, ես դա չեմ մերժում, ավելի մի երկու օրինակ էլ կարող եմ բերել, եթե ժամանակը ների, բայց դրանից չի հետևում, որ այն իշխանությունը, որ փորձում է միջազգային հանրության ներկայանալ որպես ժողովրդավարության մարմնավորում, կարող իրեն թույլ տալիս է այլանդակություններ, այսի ապօրինություններ, խոսքը սրա մասին է։ Exit poll-ը ամենաճիշտը ասեց, քաղաքացիական պայմանագիրը պետք է ունենար 32%։ Բայց նա ընտրությունների նախորդ հենց այդ մի 4-5 ժամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը հեռարձակումը դադարեցվեց։ Ինչու՞։ Ինչու հեռարձակում դադարեցվեց, որտեղ գնաց խախտումների փուլը։ Արդեն սկսեցին նկարել։ Լավ, այդ հանձնարարականը եկավ։ Այդ կներեք, այդ 58000-ը մատնանշեցիք եւ շատերն են մատնանշում Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կատարվածը։ Իհարկե չէր նվազեցնի, չէ, 30։ Այդ exit poll-ը որտեղից է վերցրել ձեզ կվեի։ Exit poll-ի մեթոդաբանությունը ես դրա մասնագետություն չեմ կարող մեկնաբանել։ Ես ասում եմ exit poll-ի վերամոտեցումները շատ արդարացված էին, շատ մոտ էին իրականությանը։ Եթե դա այդպես չլիներ, 4 թե 5 ժամ հեռուստատեսություն անջատվեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այլևս ոչ մի հաղորդում չէր տալիս։ Ձայների հաշվարկի ամենապատասխանատու փուլում։ Ինչու։ Ինչու հարց է առաջանում։ Ինչ էր տեղի ունենում, որ հանրությունը պետքա դրա մասին տեղյակ չլիներ։ Խոսքը սրա մասին է։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում ինչ չէ հետարկում ով ումից ինչքան տարավ։ Ես ասում եմ փաստը մապած, որ անօրինական էր ամեն ինչը։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նպաստեց ընտրության արդյունքների իր սեփական պատասխանատու մասնակցությամբ նպաստեց ընտրության արդյունքների կեղծիքին։ Սա է, իրականություն է սա։ Հետևաբար, ես կարծում եմ, որ այն քաղաքական իրավիճակը, որը հետընտրական process-ում տեղի ձևավորվեց, դրա առանցքային քաղաքական առումով, առանցքային գործոնը այն էր, որ իշխանությունը, ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը լեգալ չէր, օրինական չէր, եթե օրինական չէր, ապա նա չէր կարող լինել նաև լեգիտիմ։ Սա է ամբողջ իմաստը։ Այսօր ձևավորված իշխանությունը լեգալ չէ, ունի լեգիտիմության լուրջ դեֆիցիտ, եւ դա իրեն զգացնել է տալու։ Այն գործընկերները, որոնք այսօր աջակցում են գործող իշխանության, այդ թվում ես նկատում Վարեմության, անհրաժեշտության դեպքում հենց դա այս գործոնն են օգտագործել պատին սեղմելու կամ պատին դեմ տալու իշխանություններին, որպեսզի իրաց թելադրանքը կատարվի։ Պարոն Հարությունյան, այսօր շատերն են խոսում Թրամփի մասին, Թրամփի ուղու մասին։ Քաղաքական դաշտի մի հատվածը ասում է, որ դա հսկայական օգուտներ կբերի տնտեսական, քաղաքական, անվտանգային, կամրացնի մեր անվտանգությունը, դե Ամերիկան, Թրամփը մեր թիկունքին կկանգնի, վերջիվերջո այդ անվտանգային ռիսկերը կվերանան, իսկ մյուս մասը ընդհակառակը պնդում է, որ բոլոր դեպքերում սա շատ լուրջ անվտանգային ռիսկեր է ծնելու, սա իրականում ոչ թե Հայաստանի բիզնես նախագիծն է, ինչպես կողմնակիցներն են ասում եւ Հայաստանի մեծ օգուտներ բերող, այլ սա իրականում թուրանական Զանգեզուրի միջանցքն է, որը միայն ձեռք է տալու Ադրբեջանին, առավելապես ու Թուրքիային, եւ ստեղծելու է նրանց համար շատ նպաստավոր պայմաններ, ընդհուպ մինչեւ Հայաստանի հարավը կտրելու եւ այսպես ասած Հայաստանի շատ ծանրագույն աշխարհքաղաքական իրավիճակությունների առջեւ կանգնեցնելու խնդրին։ Տրիպին հասնելը ինչ որ մի ընթացք կար, եւ մենք դրան պետք է անդրադառնանք եւ փորձենք բնութագրել։ Ընդհանրապես Սյունիքով Նախիջևանի հետ Ադրբեջանի հաղորդակցվելու գաղափարը ծնվեց եռակողմ հայտարարությունից։ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետը դրա մասին էր, որը ստորագրվել էր Պուտինի, Ալիևի եւ Փաշինյանի կողմից։
Որն էր այդ երակողմ հայտարարության իմաստը մանուկ։ Ինչու էր այդ երակողմ հայտարարությունը պետք։ Ինչ նպատակ էին հետապնդում կամ ինչ նպատակ պետք է հետապնդեին այդ հայտարարությամբ կողմերը։ Ըստ իս, ես կարծում չեմ սխալվում, երակողմ հայտարարության հիմնական նպատակը իմաստը սահմանել, հաստատել հրադադար եւ փորձել այդ հրադադարը դարձնել անշրջելի։ Այսինքն ռազմական գործողությունների ակտիվ փուլը սառեցնել կամ կասեցնել եւ սկսել մի գործընթաց միջպետական հարաբերությունների ձևավորման, որը կարող էր բնութագրվել կամ որին կարելի էր ասել հրադադար։ Նպատակը դա էր։ Եվ բոլոր կետերը, որոնք ընդգրկված էին այդ երակողմ հայտարարության մեջ, եթե կատարվեին, ապա այսօր մենք կունենայինք շատ կայուն, անշրջելի հրադադար, որի հիման վրա կարելի էր խոսալ նաև խաղաղության, ինստիտուցիոնալ նախադրյալների ձևավորման մասին երկարաժամկետ եւ միջինժամկետ հատվածում։ Սա եղել երակողմ հայտարարության իմաստը։ Թողնենք մի պահ, որ բոլոր մասնակիցների եւ նախ եւ առաջ Ադրբեջանի, այդ թվում նաեւ Ռուսաստանի ջանքերով այդ երակողմ հայտարարությունը ըստ էության զրոյացվեց։ 9-րդ կետը ասում էր. հրադադարը անշրջելի դարձնելու համար, այդպես չի գրված, բայց իմաստը դա էր։ Պետք էր այդպես կարդալ տողատակը։ Հրադադարը անշրջելի դարձնելու համար, ի թիվս այլ գործոնների, որոնք ձևավորված էին մնացած 8 կետերում, 9-րդ կետում արձանագրում էր, որ երկու թշնամի պետությունների միջև պետք է ձևավորվի նրանց կապող, միմյանց կապող քրիտիկական ենթակառուցվածքների այնպիսի համակարգ, եթե կուզեք կոնտուր, որը ոչ միայն կնպաստի, շատ էական է, որը ոչ միայն կնպաստի թշնամի պետությունների միջև փոխշահավետ, երկուստեք փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորմանը կամ հաստատմանը, որ ինքնին շատ կարևոր է վստահության մթնոլորտի համար, ձևավորման համար, որտեղ համաձայնեք առանց վստահության խոսալ խաղաղության մասին անիմաստ է։ Ուրեմն ոչ միայն պետք է նպաստել երկուստեք փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորմանը, այլ այդ կոնֆիգուրացիան քրիտիկական հաղորդակցության այդ ենթակառուցվածքների երկու պետությունների միացնող, թշնամի պետությունների միացնող, իր կոնֆիգուրացիայով պետք է լիներ այնպիսին, որ զերծ պահեր կողմերից որևիցե մեկին միակողմանի ուժ կիրառելով կամ ցանկացած ճնշում գործադրելով միակողմանի օգուտներ կորզելու գայթակղությունից։ Պարոն Հարությունյան, բայց իշխանությունները, գործող իշխանությունները ասում են, որ մենք խույս տվեցինք մերժելով այդ 9-րդ կետում նախատեսված իրական Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը ոտնահարող միջանցքի գաղափարից, որը ըստ էության թուրք-ադրբեջանական ինքնիշխան միջանցք էր Հայաստանի տարածքով, առանց հարգելու մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը եւ երկարատև դժվարին բանակցային գործընթացից հետո բանը բերեցինք Թրամփի ուղուն, որը մեր տարածքային ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը հարգող գործոն է պլյուս տնտեսական օգուտները։ Ապա շրջափակման ամբողջ իմաստը կանում էր նրանում, որ երկու թշնամի պետությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետքա ձևավորվեր քրիտիկական ենթակառուցվածքների այնպիսի կապ, այնպիսի կոնֆիգուրացիա, որը եւ կնպաստեր երկուստեք փոխշահավետ տնտեսական գործունեությանը կամ համագործակցությանը եւ նաեւ միաժամանակ զերծ կպահեր կողմերից որևէ մեկին գայթակղությունից ուժ կամ ճնշում գործադրելու ճանապարհով միակողմանի օգուտներ կորզելու։ Դուք համաձայն եք այսպիսի բանաձևին։ Արդյոք սա չէր նշանակում ապաշրջապակում։ Սա շատ էական է։ Այսինքն 9-րդ կետը դուք դրական եք համարում։ Ես 9-րդ կետը իմաստն եմ ասում, սա էր։ Իմաստը։ Հիմա արդյոք 9-րդ կետը նշանակում էր, որ այս առաջին նախադասությունը դնենք մի կողմ, ինչպես արեցին հայաստանյան իշխանությունները Ալիևի հետ միասին եւ նաեւ Ռուսաստանի թույլտվությամբ, առաջին նախադասությունը դրեցինք մի կողմ եւ սկսեցինք խոսալ Ադրբեջանի
Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանին միացնելու անխուսափելի անհրաժեշտության մասին խոսքը սրա մասին է, սա էր անթույլատրելի։ 9-րդ կետը սրա մասին չէր։ Արդյոք հիմա ես հարց եմ տալիս, եթե ընդունում են այսօրվա իշխանությունները, որտեղ չեն կարող իմ ասածը մերժել։ Եթե ընդունում է սա Ռուսաստանը կամ Ալիևը, այսինքն Ադրբեջանը, որտեղ նրանք էլ չեն կարող սա մերժել իմ մեկնաբանությունը, ապա ասացեք, խնդրեմ, այն 42-43 կիլոմետրանոց հատվածը, որը որ պետք է կապեր Ադրբեջանը Նախիջևանի հետ, դա նպաստելու էր, որ Հայաստանը դառնար ավելի անվտանգ, դա նպաստելու էր, որպեսզի Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ձևավորվեն որպես երկուստեք շատ փոխշահավետ տնտեսական համագործակցության օրինակ ապրազեց, դա նպաստելու էր կողմերից որից մեկին զերծ էր պահելու միակողմանի օգուտներ կորզելու նպատակով ճնշում գործադրելու գայթակղությունից, թող այս հարցերի պատասխաններ ինձ ընչեցնեն։ Սա է հարցը, Մանուկ ջան, խնդիրը սրանում է, արդյոք մենք շահում ենք, հարց եմ տալիս, ընդ որում այդ հարցի պատասխանը ես եմ հնչեցնում է թուրք վերլուծաբանը, Մելիքալյան, նա թուրք է ազգությամբ, հայ չի, Forbes-ի 25 թվականի իր հայտնի հոդվածում գրում է, ասում է գիտեք ինչ կա, մենք պետք է արձանագրենք, որ լոգիստիկան, այսինքն բեռնափոխադրումների մարշրուտները, երթուղիները, լոգիստիկան այլևս, ինչպես եւ էներգետիկան, այլևս աշխարհաքաղաքականություն է, այսինքն պետությունները լոգիստիկ լուծումների միջոցով փորձում են իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծել, ազդեցություն ու շարունակում է, լոգիստիկան ցավոք սրտի վեր է ածում ազդեցության ռեսուրսի, այլ ոչ թե տնտեսական ռեսուրսի, եւ շարունակում է, գիտեք, ասում է ինչ կտա, այն ժամանակ դեռևս Թրամփը տրիպը չկար, այսինքն Թրամփի հետ հանդիպումը օգոստոսի 8-ի դեռևս չկար, հա, դա այս հոդվածը ավելի շուտ է տպվել, քան Վաշինգտոնյան հանդիպումը։ Չէ, 2025-ի օգոստոսի 8-ը, ավելի շուտ է։ Հասկացա։ Ինքը ասում է, այդ Զանգեզուրի միջանցքը բառներ օգտագործում է։ Միջանցքը հնարավորություն կտա Թուրքիային 310%-ով ավելացնել իր արտահանման պոտենցիալը, 160 միլիարդից դարձնել 500 միլիարդ։ Թուրքիան սա կստանա։ Այդ 42 կիլոմետրանոց բանով, տարանցիկ միջանցքով։ Ադրբեջանը կկարողանա իր համախառն ներքին արդյունքը տարեկան 2%-ով ավելացնել։ Կենտրոնական ասիական երկրները իրենց հավաքական արտահանման ծավալը պոտենցիալը կավելացնեն մոտ 100 միլիարդով։ Ինչ կստանա Հայաստանը։ Հայաստանը մենք խոստանանք, որ մենք անպայման ձեզ կոչակցենք։ Անպայման կաջակցենք ձեզ։ Այսինքն նրանք գետնի վրա օգուտներ են շահելու, իսկ մենք բաբուշկա надвое сказала, ֆոն դեր Լայենը մեզ խորհուրդներ կտա։ Սա է ամբողջ իմաստը։ Հասկանում եք։ Հիմա ես հարց եմ տալիս։ Պատկերացրեք, հենց մենք ես տրիպի մասին չեմ խոսում, քիչ հետո կանցնեմ տրիպին։ Պատկերացրեք, մենք հենց այսպես էլ առաջնորդվում ենք։ Ամպագորգոր ասում են, գիտեք, ինչ կանել ուզում են ռուսները, թուրքերը ասեն, թե դա կամ ադրբեջանցիները ասեն, դա միջանցք է, մենք չենք գտնում, դա միջանցք չի։ Ինչ կան ուզում եք ասեք։ Հաջիևը շատ պարզ ասում, շատ պարզ, ընդ որում բոլորը վերջերս կրկնելով Բայրամովին։ Շատ պարզ ասում է, Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ մենք Բաքվից անխոչնդոտ միջև Ստամբուլ կասնենք կգնանք կամ գնացքով կամ ավտոմոբիլով։ Այսինքն այդ մարդիկ շատ բարձ ասում են, չէ, էլ ասում են կներեք 1000 ներողություն ձեր լսանից ներողություն եմ խնդրում։ Դուս խոսքը էշին են ասում։ Բայց ոնց ասեն արա։ Որ իրանց նպատակը Բաքվից միջև Ստամբուլ անխոչնդոտ գնալն է։ Ոչ թե Հայաստանի անվտանգությունը, ոչ թե Հայաստանի տնտեսական բարիքները,
այլ իրենց հնարավորությունները։ Սա իրողություն է, գիտեք։ Ում դուրն է գալիս, ում դուրը չի գալիս, սա փաստ է։ Ես ոչ մի բան չեմ կեղծում, մանուկ։ Ոչ մի բան ես ինձ թույլ չեք տա, որտեղ այնքան պատասխանատու թեմա է սա։ Ու փորձեմ կամովի մեկնաբանություններ անել, հասկանում եք։ Երբեմն մեզ ասում են, մանուկ, երբեմն մեզ ասում են, մենք այդ կերպ հնարավորություն կստանանք երասխից միջև Ռուսաստանի սահման մեր բեռները տեղափոխել, անխոճը դոտ։ Թվում է թե բայց շատ բարձ բան են ասում, չէ։ Երասխ, Նախիջևան, միջև Օրդոբադ, հետո մտնում ես Մեղրի, հետո դուրս ես գալիս Մինջևանից, բարձրանում ես Բաքվի, գնում ես Ռուսաստան, Դերբենտով եւ այլն։ Թվում է այնքան բարձ բան են ասում։ Հիմա ես հարց եմ տալիս, կամ հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով։ Եվ որոնք ականջները երբեմն կախած լսում են ու գլխներով տպտապացնում են, այո, ճիշտ են ասում։ Երասխից միջև Դերբենտ 850 կիլոմետր։ Երասխից միջև Դերբենտ։ Մանուկ 850 կիլոմետր։ Այդ 850 կիլոմետրի մեջ 42 կիլոմետրն է Հայաստանով անցնում։ Մնացած մեր բեռները, եթե մեր որևէ ձեռներից մտադիր է այդ ճանապարհը օգտագործել Ռուսաստան ապրանք առաքելու, մեր 800 կիլոմետրը եւ ավել անցնում է Ադրբեջանի սահմանով, տարածքով։ Հիմա ես շատ բարձ հարց եմ տալիս։ Պատկերացեք Ալիևը առանց յետին մտքի։ Ասում է, լսեք, հայկական բեռները իմ տարածքով տեղափոխվելուց 1 կիլոմետր 1 տոննա այդ սակագինը բարձրացնում է 1 ցենտով։ Մեր գործարարը 800 կիլոմետր նրա տարածքով անցնելու համար պետք է ամեն կիլոմետր, ամեն մի տոննայի համար վճարի 4000 ցենտ։ Իսկ եթե դա հարյուրավոր տոննաներ են, հələ պատկերացեք ուր հասնում։ Հիմա հարց. մենք ինչպես պետք է դրան հակակշռենք։ Այն 42 կիլոմետրը ինչ սակագին պետք է սահմանենք։ Միթե սա պարզ չէ։ Կույր պետք է լինել, գիտեք, թե աչոք, թե մտոք։ Կույր պետք է լինել, սա չհասկանալու համար։ Ես դեռևս 21 թվականի հոկտեմբերին հանդես եմ եկել մի հոդվածով։ Ես նույնիսկ արդեն անհարմար եմ զգում այդ մասին անընդհատ, բայց ասելու եմ ու շարունակեմ պնդել։ Այդ հոդվածը կոչվում էր Հայաստանը մուրճի ու սալի արանքում, ինչ անել։ Այդ հոդվածում ես անդրադարձել եմ երկու խնդրի։ Ապաշրջափակում, որտեղ մենք պարտավոր ենք այդ ապաշրջափակում իրականացնել։ Անհասկանալի կլինի, թե ասես դեմ եմ ապաշրջափակմանը, քեզ չեն հասկանա։ Եվ ապա սահմանազատում սահմանագծում նույնպես պարտադրված ենք դա անել։ Խոսքը գնում է ինչպես, ինչ հայեցակարգային հեմքով։ Հիմա քանի որ մենք խոսում ենք ապաշրջափակման մասին, ես ինչ եի առաջարկում։ Այս բոլորը շարադրելով, ես ասում եի ապաշրջափակման իրական տարբերակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը կնպաստի խաղաղության հաստատմանը, որը կնպաստի երկու պետությունների միջև վստահության միջավայրի մթնոլորտի ձևավորմանը, եւ հետաբար եւ հրադադարը եւ խաղաղությունը անշրջելի դարձնելուն։ Դա Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի ղարս երթուղին է։ Ուրիշ երթուղի ապաշրջափակման համար գոյություն չունի։ Առավելապես խոսում եք տնտեսական օգուտների համեմատությունն եք այսպես փորձում ձեր տեսակետները շարադրել, ուրախ եմ դրա համար։ Ոմանք ասում են, որ սա բացառապես Հայաստանը հայ-իրանական, հայ-ռուսական կապակցումից կտրելու միջանցք է ընդհանրապես։ Իմ մեկնաբանությունները դուք ընկալեցիք զուտ որպես ես տնտեսական օրինակները բերեցի, որսի միտքս ավելի ցցում ներկայացնեմ։ Իմ նպատակը անվտանգությունն է։ Անվտանգություն։ Նորից եմ կրկնում։ Ես չեմ ասում ապաշրջափակման իմաստը հրադադարը անշրջելի դարձնելն է։ Դա անվտանգային խնդիր է։ Անվտանգային խնդիր է։ Խաղաղությունը նույնպես անվտանգության որ նաև արտաքին քաղաքական խաղաղությունն է։ Ընդամենը ես բերեցի մի օրինակ, որ ցույց է տալիս, որով ցույց եմ տալիս, որ այդ տրիպով կամ ասենք թե Զանգեզուրի միջանցքով հաղորդակցության ապահովումը բացառապես Հայաստանի տնտեսության հետ, որտեղ դուք այդ օրինակը բերեցիք, ասեք, ոմանք ասում են դա օգուտներ կբերի Հայաստանին, ես ասում եմ չի բերելու,
ոչ միայն չի բերելու տնտեսական օգուտներ, ես նույնիսկ թուրք մերլուծաբանի օրինակը բերեցի, չէ՞, մտքերը շարադրեցի, այլ նաև Հայաստանը ոնց որ նստած էր տարածաշրջանի մայթեզրին, շարունակելու է նստած մնա մայթեզրին ու նայելա թե ով ինչպես են գնում գալիս, վարչապետը ինքն էր ասում, չէ՞, թող գնան գան, ինչ է եղել։ Ես դրան արձագանքել եմ, հիմա էլ եմ արձագանքում։ Հայաստանը ձելավոյ դվոր չի, որ կամունիլեն գնա գա, այդտեղ չի լինում, ու չկա մի պետություն, խուսիտները անգամ դա թույլ չեն տալիս, սանդալներով կռիվանող խուսիտները անգամ դա թույլ չեն տալիս, հասկանում եք, խոսքը սրա մասին է, ու երբ որ ես ասում եմ ապաշրջապատման իրական մոդելը Բաքու, Ղազախի, Ջևան, Դիլիջան այդ երթուղին է, ես հենց նկատնում դա է ապահովում խաղաղությունը եւ վստահության մթնոլորտ եւ անշրջելի դարձնում նաեւ հրադադարն ու հետեւաբար եւ խաղաղության հասնելու հնարավորությունը։ Ես սա նկատի ունեմ, որտեւ այդ Բաքու, Ղազախի, Ջևան այդ երթուղին, որ ես նկարագրեցի, այդ երթուղում ըստ էության քաղաքական ռիսկերը ամբողջությամբ բալանսավորված են։ Եվ կողմերից որևէ մեկը չի փորձի գայթակղություններ օգտվել, գայթակղվել ճնշում գործադրելու ճանապարհով միակողմանի օգուտներ կորզել։ Այո, այսինքն մենք չենք թշնամանա որևէ աշխարհ քաղաքական ոչ մեկի հետ։ Նայեք, Ալիևը ինչ է ասում։ Ալիևն ասում է, իմ քաղաքացիներն ու բեռները պետք է Զանգեզուրով իրենց Սյունիքով, չէ, անցնեն առանց հայերի հետ հանդիպելու, առանց հայերի հետ շփվելու։ Հիմա ես հարց եմ տալիս, դուք երբևէ որևէ մի միջպետական համաձայնագրի մեջ հանդիպել եք front office, back office արտահայտություններ, դուք հանդիպել եք դրա մասին, ոչ, ասացեք խնդրեմ, բա Միացյալ Նահանգների հետ ստորագրած հուշագրում, ինչու է գրված back office, front office, հասկանում, ինչու եք մտցրել դա, մտցրել է մի բանի համար, որ այդ կերպ փոխարկում են այդ ամբողջ տարածքով, այսինքն Սյունիքով, Հայաստանի ինքնիշխանության մերժումը, ինչպես էլ ուզում են մեկնաբանեն, back office-ը, թե հիմա էլ այդպես գործում, ենթադրենք Ռուսաստանից ապրանքը գալիս է Հայաստան կամ որևէ մի տեղից, բայց ոչ մի տեղ չի գրած, չէ, back office, front office, հստակեցված է, որ front office-ը, այսինքն անմիջապես բեռնափոխադրողի հետ կամ բեռների փոխադրումների հետ կապ ունեցող նրանք չեն կարող ունել հայեր։ Back office-ը, որտեղ վերևում ինչ-որ միտեղ ձեզ կներկայացնենք ինֆորմացիան, դուք էլ կհաստատեք։ Այդ հայերը կարան դա անեն, բայց անմիջապես մաքսածերծում իրականացնողները դրանք չեն կարող լինել հայեր։ Հիմա ինձ ասած, այդ ես չեմ ասում, տես, այդ գրածա մանուկ Հայաստանի ու Միացյալ Նահանգների թրիփի վերաբերյալ հուշագրում։ Հիմա հարց, եթե Հայաստանի ինքնիշխանությունը շրջանցելու խնդիր չկա, ինչու են այդ տերմինները մտցրել։ Ինչու։ Ինչու որևէ մեկ այլ պարագայում այսի տերմին չկա։ Front office, back office, ինչու, որովհետև այդ կերպ հմտորեն շրջանցում են, փորձում են շրջանցել Հայաստանի ինքնիշխանությունը այդ հատվածի վրա, հակառակ ինչ են համոզի։ Ես կրկնում եմ, ես դրա հեղինակը չեմ, ես ընդհանրապես կարդում եմ այն, ինչ գրած է։ Ես խորհուրդ կտամ շատերին կարդան, այն ինչ որ գրված է այդտեղ։ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջև այդ բոլոր հուշագրերը, որոնք ստորագրվեցին թե օգոստոսի 8-ին, հետագայում մի հատ հունվարի 13-ին ստորագրվեց, կարծեմ Ալի Միրզոյան Ռուբիո, հետագայում մի հատ Զվարթնոց օդանավականի ինչ որ մի բան ստորագրվեց, հիշում եք, որ Ռուբիոն եկել էր մի կես ժամով թե իշքան Զվարթնոց օդանավական ստորագրություն գնաց։ Այս բոլորի ամբողջ իմաստը ինչու՞ն է կայանում։ Սա ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ փորձում են օգտագործելով մեր հասարակության թողից ներվես խոսքը մասնագիտական առումով ոչ բարձր իրերի իրավիճակը ճիշտ գնահատելու ընկալելու ոչ բարձր կարողությունները օգտագործում են շրջանցելու իրական քողարկելու իրական նպատակները
Իսկ իրական նպատակները այո, ես համոզված եմ, դա այդուհանդերձ Հայաստանի կապը Իրանի հետ եթե իսպար չվերացնելը, գոնե էապես դժվարացնելը։ Անցյալ օրը ես լսում եմ, ասում են տրիպով մենք հնարավորություն ենք ստանում Պարսից ծոցը կապել Սևծովի հետ։ Լսեք, որից է մեկը։ Հիմա պատկերացրեք տրիպը չկար։ Ինչն էր խանգարում Պարսից ծոցով բեռնափոխադրումներ Թեհրանով, բերել ջուլֆայից մտնել Օրդուբատով բարձրանալ մինչև Երասխից գնալ այրումով մտնել Վրաստան ու գնալ բան Սևծովով Եվրոպա։ Ինչ կապ ունի տրիպը դրա հետ։ Ինչ կապ ունի։ Այսօր էլ դա Պարսից ծոցը Սևծովին միացնելու, այդ թվում նաև Ադրբեջանը, Նախիջևանը նկատի ունեմ եւ Հայաստանը օգտագործելու Վրաստանի միջոցով։ Հնարավորությունը կա առանց տրիպի։ Ինչ կապ ունի տրիպը ստեղ։ Տրիպը մեծ իմաստով դա հրեական ծրագիր է։ Բառից բուն իմաստով։ Դա ուղղակի Զանգեզուրի հրեական մոդելն է, որով փորձ է արվում այո զրկելով Հայաստանին այդ հատվածի նկատմամբ ինքնիշխանությունից տնօրինել այդ ամբողջ տարածքը։ Սա պատահաբար չի Իրանի համար շատ լույս սպառնալիք եւ պատահաբար չի բոլորի վերջերս գեներալ-մայորի հայտարարությունը բանի Իրանի դա ես նկատում եմ հեղափոխության պաշտպանության կորպուսի գեներալի հայտարարությունը այն մասին, որ մենք Հայաստանի հետ այս հարցում չենք եկել ընդհանուր հայտարարի։ Մենք պահանջում ենք, հետևականորեն պահանջում ենք, որ Հայաստանը, Հայաստանի իշխանությունները շատ շրջայաց լինեն այդ հարցում։ Եվ իրանք նույնիսկ ինչ ասում են, եթե մենք պահանջում ենք Միացյալ Նահանգների ընդհանրապես դուրս գալ Մերձավոր Արևելքից, ինչու պետք է հաշտվենք կամ հանդուրժենք, որ Միացյալ Նահանգները կացված լինեն Հայաստանի հետ մեր միակ կարևորագույն սահմանին։ Սա լուրջ մարդահրավեր է։ Լուրջ մարդահրավեր։ Հիմա ես հարց եմ տալիս, արդյոք տրիպը, եթե իրականում նպատակը ինչպես նաև Միացյալ Նահանգներն են անթակույց ասում, տրանսկասպյան հնարավորությունները արևմուտքին միացնելու, եթե դա է հիմնական նպատակը, արդյոք տրիպը միակ լուծումն է։ Ես ասում եմ ոչ։ Բաքու, Ղազախ, Խիջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի ու Ղարս։ Սա է լուծումը իրական։ Ընդ որում, եթե Սյունիքով ուշադրություն դարձրեք, խնդրում եմ, Բաքվով, Սյունիքով բեռնափոխադրումները միջինասիական երկրների Կասպից ծով, Բաքու, Սյունիքով գնում են, ասենք թե հիմա էլ մոտավորապես 243 կիլոմետր Իգդիր-Ղարս երկաթգիծ է կառուցում Թուրքիան։ Եթե այդպես են գնում, մինչև Բաքվից Ղարս, այս գիտեք ինչ կան։ 290 կիլոմետր։ 890 կիլոմետր։ 890 կիլոմետր Բաքվից, այսինքն բեռնափոխադրողները, երբ որ միջինասիական էներգակիրները Կասպից ծով հաղթարելով գալիս են Բաքու, ու Բաքվից ընդհանրապես Սյունիքով ուզում են գնալ Եվրոպա։ Ոսի գնան, պետք է իրանք գնան Նախիջևան, չէ՞, Նախիջևանից մտնեն Իգդիր, Ղարս ու Ղարսից գնան Եվրոպա։ Ուրեմն Բաքու, Ղարս երկաթգծի երկարությունը 890 կիլոմետր է առնվազն։ Իսկ Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրուց Ղարս, գիտեք քանի կիլոմետր է, ընդհանրապես 600 կիլոմետր։ 290 կիլոմետրի տարբերություն կա։ Ընդ որում այս իմ նկարագրած երթուղին լոգիստիկ այսօրվա պահանջներին բավարարող երկաթուղի կառուցելու համար անհամեմատաբելի քիչ ներդրումներ են պետք լինելու, քան Բաքվից մինչև Նախիջևանով մինչև Իգդիր ու Ղարս հասնելու համար։ Ինչու մենք այս ճանապարհով չենք գնում։ Իմ հարցս ձեզ չի ուղղված։ Գիտեմ։ Իմ հարցս ուղղված է այսօր գործող իշխանություններին։ Ինչքան էլ ինձ փորձեն համոզել, որ գիտեք ինչ կա, դա այլընտրանքը չունի, ես ասում եմ ոչ, այլընտրանք չունի, որտեղ դուք չեք ուզում դա տեսնեք։ Որտեղ ձեզ հանձնարարել են, որ դուք այդպես պետք է անեք։
Իսկ այլընտրանք կա, եւ այդ այլընտրանքը իմ նկարագրած երթուղին է։ Մանրակրկիտ կերպով բացատրեցիք, պարոն Հարությունյան, ուզում էի նաև այսօր խոսեինք իշխանություններ եկեղեցի այս ցավոք սրտի ծայրահեղորեն սրված փոխհարաբերությունների վերաբերյալ ձեր մեկնաբանությամբ։ Դուք եղել եք 2001 թվականին, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու այդ հանձնաժողովի նախագահը եւ հավանաբար մեր առաքելական եկեղեցու ներքին խոհանոցին խնդիրներին շատերից շատ ավելի լավ եք քաջատեղյակ եւ այդ ամենը համադրելով, այդ ամենը վերլուծելով, ինչով եք բացատրում այս իշխանությունների եկեղեցի այս հակամարտությունը եւ ինչ այսպես տեսանելի ապագայում ինչ սպասելիքներ ունեք այս առումով։ Այս արշավը եկեղեցու դեմ հակասահմանադրական է, երկու կարծիք լինել չի կարող։ Ինչու՞։ Սահմանության մեջ հստակ գրած է. եկեղեցին անջատված է պետությունից։ Ինչու ենք սա արձանագրում։ Մենք դրանով երաշխավորում ենք եկեղեցու ինքնուրույնությունը, անկախությունը, ոչ թե պետական, ոչ թե պետության, որտեղ պետության ձեռքում են բոլոր լծակները, ինչպես մենք տեսնում ենք այսօր, հասկանում եք, հետաբար սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից թեզի սահմանադրական բովանդակությունը եկեղեցին երաշխավորել պետական ակնհայտ վայրագ կոպիտ միջամտությունից։ Սա է։ Հետաբար ասում եմ, որ մենք ուզում ենք մաքրել եկեղեցին բոլոր արատավոր դրսևորումները։ Մաքրել։ Մաքրեք ձեր շարքերը։ Մաքրեք իշխանության մեջ, ոչ թե եկեղեցով զբաղվեք։ Եկեղեցին 1700-ամյա պատմություն ունեցող եկեղեցին ունակ է ինքը իրեն մաքրելու։ Իդեպ ես ասեմ, որ այս բոլոր հարցադրումները նաև պետք է նպաստեն, որսի եկեղեցին վերաիմաստավորի իր ներքին կյանքը, դեմքով շուրգա դեպի իր հավատացյալ հոտը եւ մաքրվի, իրականում պետք է մաքրվի։ Այս ամենը գոնե եկեղեցուն ես այդպիսի խորհուրդ կտայի, նման եզրակացության գալ։ Բայց իրականությունը բոլորին այլ տեղ է։ Այսինքն տեսեք, ես բոլորին հեռու եմ այն կարծիքից, որ ներքին կյանքը եկեղեցական ամբասիր է։ Ես այդ կարծիքին չեմ։ Հասկանում եք, բայց ես հավատացած եմ, որ դա իմ շարքային հավատացյալիս խնդիրը չէ։ Ես կարող եմ աղմկել, աղմուկը բարձրացնել, պահանջել եկեղեցուց, մաքրվեք, ինքնամաքրվեք, բայց ոչ ավելին։ Հասկանում եք։ Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Գործող իշխանությունները եկեղեցուն մի 18 թվականին մոտ հիշում եք տենց ոտնձգություն արեցին, նոր Հայաստան, նոր հովապետով թե վեհապարով։ Հետո հանդարտվեցին, ինչու՞, որտեղ իրանք շատ լավ հասկացան, որ դա մեծ իմաստով հադրության ճնշող մեծամասնության կողմից չի ճանաչվում, չի ընդունվում։ Բայց հիմա նորից շարունակում են դա։ Ընդ որում ազդակ հանդիսավ ընդհանրապես մի բան, որ կարծեմ 25 թվականին Բեռնում եկեղեցի համաշխարհային խորհրդում հայոց հովվապետը, հայոց վեհապարը, ընդ որում այդ որքան ես եմ տեղյակ այդ սամիթը, այդ վեհաժողովը հրավիրվել են հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ, հանդես եկավ կոնկրետ հայտարարությամբ եւ պահանջներով արցախայցյան իրավունքների եւ հոգեվոր հարստությունը մեր ժառանգությունը Արցախում պահպանելու եւ դրան հաջորդեց Փաշեզադեի կոպիտ որևէ կապ չունեցող եկեղեցական միջկրոնական գոյություն միջկրոնական էթիկա։ Այո։ Հասկանում եք, ոչ մի դրա հետ կապ չունեցող հայտարարությունը եւ որին անմիջապես հաջորդեց Փաշինյանի նախաձեռնությունները կապված եկեղեցու հետ։ Ես բոլոր ողջամիտ հիմքերը ունեմ ենթադրելու, որ դա ընդամենը Փաշազադեի արձագանքի շարունակությունն էր։ Հիմա լավ եկեղեցիներ ենթադրենք կարելի էր, չէ՞, պահանջել, որ այլևս դուք Արցախի մասին չխոսաք։ Տեսեք, ես շատ պայմանական բան եմ ասում, բայց մենք ոչ, մենք պետք է եկեղեցին ենթարկեցնենք մեզ։ Ինչու՞։ Որտեղ եկեղեցին հայոց ինքնության հիմնական պատվարն է, հիմնական առանցքը։ Մենք հայ ենք, որտեղ քրիստոնյա ենք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք։ Մենք հայ ենք, որտեղ կա, այո, հայ կաթողիկ եկեղեցի։
Մենք հայ ենք հենց մեր դավանանքով։ Հասկանում եք։ Ու աշխարհասփյուր հայության համար եկեղեցին այն գործոնն այն, որի շուրջ հավաքվում է բոլորը։ Հայոց ինքնության պահպանման, հայապահպանության առանցքային ինստիտուտ այսօր եկեղեցին է։ Դուք կարծում եք պատահաբար է անընդհատ Էրդողանը բոլոր վերջերս հիմա չէ, բայց ժամանակին անընդհատ խոսում էին Էրդողանը հատկապես Սփյուռքի բացասական դերակատարման մասին։ Դժգոհում էին։ Որտեղ Սփյուռքը իրենց համար խնդրեմ էր դարձել։ Սփյուռքի ակտիվ մասնակցության պատճառով շատ ու շատ միջազգային խաղացողներ ցեղասպանությունը օգտագործում էին Էրդողանի վրա կամ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու որպես գործիք։ Այսինքն ցեղասպանության միջազգային ճանաչելիության գործընթացը դա ինչ որ միտեղ Թուրքիային զսպաշապիկ էր, հետևաբար մեզ համար անվտանգության չասենք շատ լուրջ, բայց որոշակի երաշխիք։ Եվ այս հարցում Սփյուռքի միասնական լինելու հարցում եկեղեցու դերակատարումը անվերապահ անգնահատելի է։ Ահա թե ինչու եկեղեցին դարձել է բոլորի աչքի փուշը, բոլոր նրանց, ովքեր սարսափում են, ես առանց չափազանցության եմ ասում, հայոց միասնականությունից։ Փաշինյանը հաճախ ասում է, լսեք, մենք այսպես ենք անում, դե մեկ հեղափոխություն արեք, այսինքն զանգվածային ընդվզում։ Ես էլ հարց եմ տալիս իրեն։ Դու 1000 անգամ խոսում ես եկեղեցու ներքին կյանքի ոչ ամբասիր լինելու մասին։ Դե հասարակությունը չի ընդվզում, խես խառնվե իրար։ Եթե դուք առաջնորդվում եք այն թեզով, եթե հասարակությունը ասեց ոչ, ուրեմն ճիշտ է հասարակությունը, այդ դեպքում հիմա, այս դեպքում ինչու եք դուք առաջնորդվում այլ սկզբունքով։ Ինչու եք դիտում, որ դուք եք ճիշտ։ Հասարակությունը հանրության ճնշող մեծամասնությունը ճիշտ հակառակը, եւ այս Արմավիրի դատավարությունը այս դրա մասին էր վկայում։ Ճիշտ հակառակը, ճնշող մեծամասնությունը եկեղեցու կողքն է։ Եվ իր հովվապետի կողքն է։ Դա գիտակցված ընտրություն է, պարտադրված չէ։ Դա իմաստավորված քաղաքացու հավատացյալ հայի գիտակցված ընտրությունն է։ Ինչու եք աղմուկ դրել, բա։ Չէ՞ որ հասարակությունը չի ընդվզում եկեղեցու դեմ ձեր մատնանշած գործոնների պատճառով։ Ուրեմն հասարակությունը դեմ չի դրան, դուք էլ հանգիստ մնացեք։ Ինչու եք խառնվել իրար։ Ես իրավունք ունեմ նման հարցադրումով դիմել իշխանություններին։ Ես պատասխանում եմ իրենց հարցադրմանը։ Հասկանում եք, եթե դուք գտնում եք, որ եթե հասարակությունը դեմ է, ապա նա պետք է ընդվզի, ուրեմն հասարակությունը եկեղեցու պարագայում չի ընդվզում։ Ուրեմն հանդուրժում է, հաշտ է, այսպես ասենք, թեկուս, կամ ըմբռնումով է վերաբերվում։ Հասարակությունը իմաստունն է տվյալ դեպքում, գտնում է, որ եկեղեցին իր մեջ ուժ կգտնի ինքնամաքրվելու, իր ներքին կյանքը ավելի սրբացնելու, եթե կարելի այդպես ասել։ Սա է իրականությունը։ Ես խորապես համոզված եմ, ուզում եմ ամփոփել։ Այո։ Այս արշավը եկեղեցու դեմ հակասահմանադրական է, ակնհայտորեն հակասահմանադրական է։ Եկեղեցին հայոց միաբանության, հայոց ինքնության հիմնական պատվարն է եւ հիմնական ինստիտուտը, նա հոգեվոր իշխանության անվերապահ հոգեվոր իշխանության կրողն է։ 301 թվականին պետական կրոն հռչակման քաղաքական որոշում կայացրել է թագավորը Տրթատը։ Տրթատն է կարգել գրեքոր լուսավորություն, ասել է այ դուք ձեզ վերապահում եմ իմ պետության մեջ հոգեվոր իշխանության իրականացնողը։ Այնպես որ մեր եկեղեցին հոգեվոր իշխանության իրականացնողն է։ Ոչ մի աշխարհիկ իշխանություն այդ իրավասությամբ բացառիկ իրավասությամբ օժտված չէ։ Մինչդեռ բոլոր մնացածը դա նշանակում է եկեղեցուն ծնկել սեփական, քաղաքական, ես կասեի նույնիսկ աշխարհակաղական ազդեցության տակ վերցնելն է, ենթակայացնելն է։ Ուզում եմ վերջում խոսքս ավարտեմ Կոստան Զարյանին հղում կատարելով 1961 թվականին է գրել նա հայության կոչումը։ Հայաստանը դա նախ եւ առաջ հոգեվոր պրոյեկտ է։ Հայաստանը նախ եւ առաջ հոգեվոր արժեք է։
Գուցե մեր բոլոր ողբերգությունները գալիս են նրանից, որ մենք հեռացել ենք մեր հոգևոր ազգային արմատներից, այդ հոգևոր պրոյեկտ հասկացողությունից եւ, չգիտեմ, ինչ որ այլ Ես վայրերում չէի մերժի ձեզ։ Ես կհամաձայնվի ձեզ հետ։ Եվ ես կարծում եմ, որ մեզանում հենց այդ հոգևորի աննախադեպ նահանջն է այս իրավիճակը ստեղծել։ Հոգևորի աննախադեպ նահանջը։ ցավոք։ Հասկանում եք, սա է։ Ցավոք։ Եվ գիտեք Կոստանձերյանը միտք ինչու ներկայանում։ Եթե ասում եք չգիտակցենք մենք հայերս, որ Մասիսը, որը տնտեսական առումով ոչինչ չի ներկայացնում, Իրանից բան չի ներկայացնում։ Դու գիտեք, որ Մասիսից, Արարատից, դաժե մի արվակ սկիզբ չի առնում։ Այսինքն տնտեսական առումով Արարատը ոչ մի հետաքրքրություն Իրանից չի ներկայացնում։ Բայց հոգևոր իմաստով փառաբանում ենք որպես Մասիսը։ հոգևոր կարողությունների խորհրդանիշ անգնահատելի է նրա ասածը, նրա դերը։ Ու այդպես էլ ինքը ասում է, գիտեք, ասում է երկրագունդը հռոմեական բլուրների Արարատի եւ մեկ էլ բանի Էվերեստի ստորուտում մի պահ կանգ է առնում, շունչ է քաշում, նոր շարունակում է շրջապտույտը։ Եթե ասում եթե մենք հայերս չհասկանանք մեր հոգևոր կոչումը, ապա մենք Հայաստանը ընդհանրապես կդարձնենք լիբերալ շուկայի սովորական խանութպան։ Մենք կանգնած ենք այդ վտանգի առջև։ Մենք սա պետք է գիտակցենք։ Պարոն Հարությունյան, շնորհակալություն նորից, որ եկաք մեր տաղավար, կարծես թե ձեզ հետ միասին լավատեսությունս ավելի շատ ասա, որովհետև կարծես թե ձեզ հետ միասին նայեցինք դեպի Մասիս եւ խոսեցինք հոգևոր Հայաստանի մասին, որը կարծում եմ, որ եթե մեր զրույցը ձեր լսարանի մոտ էպսի այսպես մղում կառաջաստի կձևավորի, ես ուրեմն կասեմ, որ մեր զրույցը ստացվեց։ շնորհակալություն։ Ամենայն բարիք։ Սիրելի բարեկամներ, Harmix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր Հայաստանի երրորդ հանրապետության համար ամենաբախտորոշ ժամանակահատվածներից մեկում 1992-93 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցրած Խոսրով Հարությունյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ հետեւեք մեր թողարկումներին։ Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք։